Քրիստոս հարյավի մեռելոց հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն եւ տեսա նոր երկինք եւ նոր երկիր քանզի հինը այլևս անցել են սիրելի ավատավոր քույրեր եւ եղբայրներ այսօր նոր կիրակի է կամ ինչպես ասում են կրկնազատիկ որով եկեղեցին ազդարարում է Տիրոջ հարության լույսի տարածումը ամբողջ աշխարհում եւ արարչագործության նորոգումը մի նոր շրջան է սկսում դա մեր ծիսական օրացույցի մեջ տարբերվում է իր ընթերցումներով այսօրվանից պատարագի ժամանակ ընթերցվել է Հովանու ավետարանի առաջին գլխի առաջի համարից եւ այդպես շարունակ մինչեւ հոգեգալստյան տոնը ամեն օր եկեղեցին հատուկ ընթերցակարգով հուշում է, հիշեցնում է մեզ, որ Տերը ստեղծել է այս աշխարհը մի նպատակով, որին հասնելու համար միածին որդին եկավ աշխարհ եւ իր հարությամբ նոր արարչագործություն հիմնեց։ Եվ ինչպես որ առաջին արարչագործության ժամանակ երբ որ Աստված ասաց թող լույս լինի եւ լույս եղավ եւ այդ լույսից ամեն ինչ ստեղծվեց այն ինչին դարեր հետո գիտությունը նոր եկավ ասելով որ մեծ պայթունից ստեղծվեց ամբողջ աշխարհը եւ այդ պայթունը այդ լույսով ճարակում հենց աստվածային լույսի ներգործություն էր որ նա ասաց եւ այդ լույսը տարածվեց եւ այդ լույսից կյանք ստեղծվեց եւ այդ կյանքը սկսեց զարգանալ Աստծո խոսքի համաձայն եւ արարչությունը տեսանելի եւ անտեսանելի աշխարհը գոյացան սակայն դրանով չավարտվեց արարչագործության նպատակը եւ երկրորդ անգամ այդ լույսի ճառագայթումը այդ պայթունը եղավ այն ժամանակ երբ որ մեր Տերը հարություն առավ երբ որ այդ մութ գերեզմանի մեջ տարածվեց հարության լույսը որը իսկապես ուժգին էր այսօր երբ որ գիտնականները ուսումնասիրում են Քրիստոսի այն պատանքը որով նա գերեզմանի մեջ դրված էր եւ երբ որ հայտնաբերեցին Քրիստոսի արտապատկերումը այդ պատանքի վրա այդ Թուրինյան պատանքի վրա հասկացան որ դա հնարավոր չէր ոչ մի մարդկային ներգործությամբ իրականացնել եւ պիտի այնպիսի ուժգին լույսի ճառակում լիներ որը հնարավոր չէ ստանալ այս աշխարհի պայմաններում հազարավոր կիլովատների ուժգնությամբ լույսի ճառագայթում է տեղի ունեցել եւ դա եղել է վարկյանի 1/100-ում, այսինքն այդպիսի կայծակնային լույսի ճառակում է եղել Քրիստոսի մարմնից, որը հնարավորություն է տվել արտապատկերել իր դեմքի իր մարմնի մասերը հենց այդ կտավի վրա եւ դա աշխարհում ամենից շատ ուսումնասիրված առարկան է անկախ հավատքից եւ ընկալումներից աշխարհում ամենից շատ ուսումնասիրություն կատարված առարկան հենց Քրիստոսին փաթաթված այդ Թուրինյան պատանքն է կամ կտավն է, որը այսօր մնում է անբացատրելի։ Եվ դրա ասելիքը այն էր, որ այդ ճառագայթումը, այդ լույսի ծագումը տեղի էր ունեցել 2000 տարիներ առաջ այն գերեզմանում, որտեղ որ դրվել էր Քրիստոսի մարմինը։ Եվ այդ ճառագայթումով, այդ Քրիստոսի հարության լույսի մեծագույն ճառագայթումով նոր արարչագործություն հիմնվեց, որը հոգևոր արարչագործություն է եւ որը պիտի նպատակին հասնի այն նյութական աշխարհի ստեղծումը։ Եվ եթե նյութական աշխարհում մենք հայտնվում ենք առանց մեր կամքի եւ ցանկության, մենք արդեն իսկ մաս ենք կազմում Աստծո արարչագործության, մենք ստեղծված ենք Աստծո կողմից, ապա հոգևոր արարչագործության եւ հոգևոր նորոգման ճանապարհին մարդը մտնում է արդեն իր ընտրությամբ, արդեն կայացած իրականություն է, արդեն հարության այդ
լույսով վերստեղծվել է մեղքով ապականված աշխարհը, սակայն դրա մուտքը մարդը պիտի ապահովի իր հավատքի քայլով եւ իր սեփական հարությամբ, ոչ միայն այն հարությամբ, որը տեղի պիտի ունենա իր մահից հետո, այլ իր հոգևոր հարությամբ, երբ որ նա դառնա հոգևոր արարած։ Եվ եկեղեցու ամբողջ խորհուրդը հենց կենտրոնացած այդ կարևորագույն գաղափարի վրա, որ մարդը, որ ընկած կանգնի, վեր կենա, հարություն առնի, ճանաչի իր ստեղծողին եւ իր մեջ այն ամենը, ինչ որ մեռած էր եղել մեղքի պատճառով, այդ ամենը հարություն առնի։ Եվ այն ժամանակ մարդը, երբ որ բարձրանում է ընկած վիճակից, այլևս նա այլ որակի կյանք է վարում, ինչպես Պողոս առաքյալը հստակ պատգամում է, ասում է, որ եթե դուք հարություն առաք Հիսուսի հետ, ապա փնտրեք վերին բաները, փնտրեք երկնային բաները։ Եվ բազմիցս նա այդ պատկերը օգտագործում ասելով, որ մենք Քրիստոսի հետ մեռանք եւ Քրիստոսի հետ հարություն ենք առնում, եւ երբ որ մենք Քրիստոսի հետ հարություն ենք առնում, մենք փնտրում ենք այլևս մեր վերին հարություն առած աշխարհը։ Այդ աշխարհում այլևս չկա մահ, չկա ցավ, չկա տառապանք, չկա խաբեություն, չկա այս աշխարհը ապականող ոչինչ։ Եվ այդ աշխարհը տեսավ Հովհաննես Ավետարանիչ ասելով, որ ահա ես տեսա նոր երկինք եւ նոր երկիր։ Դրանից առաջ Պետրոս առաքյալն էր ասում, որ մենք ակնդեց սպասում ենք, մենք ակնկալում ենք, սպասման մեջ ենք, երբ որ կլինի նոր երկինքը եւ նոր երկիրը, որտեղ որ արդարություն է բնակվում։ Եվ Պետրոս առաքյալից հետո արդեն Հովհաննեսը, որ ամենից շատ ապրեց առաքյալներից, ասում է, ես տեսա այլևս նոր երկինքը եւ նոր երկիրը։ Այլևս ասում է, որ Աստված կսրբի ամեն մի արտասուք եւ չի լինի ոչ մահ, ոչ ցավ, ոչ տառապանք, այլ լինելու է աստվածային ամբողջական ներկայություն։ Եվ այդ իրականությունը ժամանակի մեջ սահմանափակված իրականություն չէ։ Մենք ենք ժամանակի մեջ սահմանափակված, այդ հոգևոր թագավորությունը, հոգևոր իրականությունը արդեն իսկ եկած, արդեն իսկ կատարված բան է եւ սпасելը միայն մեզ է վերաբերվում, որտեղ դա արդեն Աստծո թագավորության մեջ է։ Եվ Աստծո ընտրյալները, սրբերը, Աստծո հրեշտակները այդ իրականության մեջ են։ Մենք ընկած, այսինքն մեղքով ապականված իրականության մեջ ենք եւ մեղքը մեզ տանում է դեպի մոռացություն այդ իրականության, նրանք ովքեր գնում են Քրիստոսի հարության ճանապարհով, հասնում են արդեն այստեղ գիտակցության, նոր կյանքի, նորոգման, նոր մարդ լինելու եւ ապա այդ նորոգման խորհուրդը շարունակվում է հավիտենապես եւ միայն այն ժամանակ է, երբ որ արարչագործությունը հասնում է իր նպատակին, որտեղ Աստված ստեղծեց աշխարհը այդ իրականության համար, չստեղծվեց մեղքի համար, չստեղծեց տառապանքի, ցավի, աղտեղության համար, հեծեծության համար, չստեղծեց նրա համար, ինչի մեջ մենք հիմա ենք։ Այս մեր իրականությունը, որ մենք տեսնում ենք, ավելի շատ նմանվում է անցումային փուլի, որ մարդը պիտի անցնի եւ ինչ որ ձև կերտվի, բայց դա չի կարող դառնա արարչագործության վերջնական նպատակը։ Աստված գիտեր ինչ է լինելու աշխարհը ստեղծելիս, եթե նա գիտեր եւ մենք հասկանում ենք, որ մենք ապրում ենք մի աշխարհում, որը այդքան էլ չի համապատասխանում այն որակների, որոնք նույնիսկ մենք ենք պահանջում, ել չասած, որոնք Աստված է ակնկալում։ Նշանակում է, որ այս իրականությունը վերջնական չէ։ Սա ուղղակիորեն որոշակի անցումային փուլ է, որով մենք պիտի կերտվենք, որտեղ մենք պիտի ճանաչենք բարին եւ չարը, որտեղ մենք պիտի կարողանանք գիտակցել այդ ընկած լինելու մեծագույն վնասը եւ կարողանանք բարձրանալ, հարություն առնալ Քրիստոսի հետ։ Նա եղավ ոչ միայն օրինակը, նա եղավ հենց բուն ճանապարհը,
անցնելով խաչի իրականություն, այսինքն մարդկային այդ մեղքի հետևանքի խտացումը, այդ ցավը, տառապանքը, մատնությունը եւ այն ամեն ինչ, որ մենք շտակում ենք ավակ շաբաթվա ժամանակ եւ իր հարությունը դարձավ այն լույսը, որով այլևս ստեղծված է նոր աշխարհը։ Առանց այդ հարության չէր լինի, առանց այդ հարության լույսի նոր արարչագործություն չէր լինի։ Այդ հարությամբ է, որ վերջնականորեն հաղթվեց մեղքը, մահը եւ բոլոր հետևանքները մեղքի եւ այլևս դա կատարված է, այլևս Աստծո թագավորությունը անխուսափելի իրականություն է այս տիեզերքի համար։ Դա արդեն եղած բան է։ Մենք դեռևս դրանից որոշակի պատնեշների մեջ սահմանափակված մի փոքրիկ վայրում ժամանակի եւ տարածության մեջ մեր ճանապարհն ենք անցնում։ Եվ Տիրոջ խոսքը մեզ հիշեցնում է, որ մենք ընդհանրապես ճանապարհորդ ենք եւ մենք ունենք կյանքի նպատակ։ Եվ Սուրբ Եկեղեցին մեզ այդ կարևոր խորհուրդը ամեն անգամ հիշեցնում է տարբեր տոների միջոցով, տարբեր օրերի միջոցով, որոնք մենք խորհրդանշական առումով մասնակցում, հաղորդակցում ենք դրան։ Եվ այսօրվա նոր կիրակի խորհուրդը հենց նոր արարչագործությունն է, երբ որ Աստված տալիս է մարդուն նոր այր, նոր մարդ, նոր արարած լինելու հնարավորությունը եւ այդ հնարավորությունը մարդը ձեռք է բերում, երբ որ Քրիստոսի հետ հաղորդակցվում է, երբ որ հաղորդության մեջ է մտնում հարություն առած Քրիստոսի հետ եւ ապրում է իր հետ։ Ոչ միայն մեկ անգամյա շփման մեջ է մտնում, այլ հաղորդակցվում, միավորվում եւ այդ հարության խորհրդի մեջ ապրում է իր կյանքը։ Հաղթելով մեղքի ամեն տեսակի պատնեշները, խաբկանքները եւ բարձրանալով այս մեղքի ճղճիմ իրականությունից, բարձրանալով վերինը փնտրելով, ինչպես առաքյալն է պատգամում, որ եթե դուք հարություն եք արել Քրիստոսի հետ, փնտրեք վերինը։ Այն ձեր աչքի առաջ չէ, դուք պիտի փնտրեք, պիտի ջանք թափեք, պիտի ամեն ինչ անեք, որպեսզի դա լինի ձեր կյանքի կարևորագույն փնտրտուքը, փնտրել ավելին, քան տեսնում են աչքերը, ավելին, քան հրամցնում է աշխարհը, ավելին, քան մենք կարողանում ենք հեշտությամբ ձեռք բերել։ Այդ ավելինը պահանջում է մարդկային ջանք եւ այդ ջանքի մեջ է մարդու աճը, այդ ջանքի մեջ է մեր հարության մշտական հաղորդակցությունը, սիրելիներս։ Եվ այսօր մենք պիտի այդ մասին լրջորեն մտածենք, որտեղ ենք մենք գտնվում։ Ինչ դեր ունի մեր կյանքում Հիսուս Քրիստոսի հարությունը։ Ինչ դեր ունի։ Ինչքանով ենք մենք իր հետ այդ հարության ճանապարհին, ինչքանով ենք մենք ցանկանում եւ ինչքանով ենք մենք փնտրում այդ հարությունը մեր ամենօրյա կյանքում։ Հարություն առնել մեղքից դեպի արդարություն, հարություն առնել ստից դեպի ճշմարտություն, կեղծեքից դեպի իրականություն, Աստված մերժությունից, մոռացությունից դեպի աստվածասիրություն եւ այդպես շարունակ։ Դա մեր քրիստոնեական կյանքի ամեն օրվա անելիքն է, պատգամն է եւ խորհուրդն է, որ այսօր մենք պիտի վերարթնացնենք մեր մեջ։ Հարություն առնել, որովհետեւ այլևս նոր երկինքը եւ նոր երկիրը կառուցված են Տիրոջ կողմից եւ այնտեղ բնակվում է արդարություն։ Եվ մենք պիտի կարողանանք այդ արդարության մեջ մեր կյանքը ապրել, որպեսզի դառնանք քաղաքացին այդ նոր երկնքի եւ նոր երկրի։ Այս իրականությունը մեզ համար անցումային փուլ է, որը հասկանում ենք ինչքան կարճ է անցնում եւ որը մեզ պիտի դառնա որոշակի տրամպլին այդ վերինին հասնելու համար։ Մենք պիտի դա օգտագործենք, պիտի մտնենք դրա մեջ եւ պիտի դա հաղթահարելով դառնանք ավելի լավը, մոտենանք Աստծուն եւ կարողանանք կրել այն նվիրական սրբությունը, որ Աստված մեզ տալիս է իր եկեղեցու միջոցով։ Թող Տերը իր նորոգման շնորհը հեղի այսօր բոլորիս վրա։ Թող այսօրվա հարության այս լույսը հասնի մեր սրտերին, դուրս հանի այնտեղից ամեն տեսակի խավար, անհուսություն,
անորոշություն, դատարկություն եւ լցնի այդ ամբողջը Քրիստոսի ներկայությամբ եւ Քրիստոսի սիրով։ Քրիստոս հարիավ իմերելոց։ Շնորհք Տիրոջ մեր Հիսուսի Քրիստոսի եւ սերն Աստծո եւ հաղորդություն Սուրբ Հոգու նեղեցին ձեզ ընդամենեսյանդ։ Ամեն։